Մենք ենք մեր սարերը վերելք կարգախոսը հունիսի 3-ին և 4-ին մարզահամերգային համալիրում կհամախմբի տեխնոլոգիական ոլորտին, ավելի ստույգ նրանցից ռազմաարդյունաբերության համար աշխատող ընկերություններին, ցուցադրելու են իրենց մշակած և հենց Հայաստանում արտադրած դրոնից մինչև ռադար հատուկ արկերից զրահապատ տեխնիկա և ոչ միայն։ Շատերին ծանոթ Silicon Mountains ամենամյա էքսպոից երկրում առաջին անգամ Rise են առանձնացրել և IT ճյուղի համար նպատակների նոր շեմ սահմանել, ասում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Մեր կարծիքով ժամանակն է, որ հիմնականում իբրև ծառայություններ մատուցող տեխնոլոգիական երկրից մենք վերափոխվենք որպես սեփական պրոդուկտներ մշակող, սեփական արտադրանք արտադրող եւ արտահանող երկրի։ Սա մեր երազանքն է, սա մեր ռազմավարական մտածողությունն է, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի տեխնոլոգիական դիրքավորումը ընդհանրապես համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։ Խնդրի լուծման ճանապարհին նախարարությունը նաև 60 միլիոն դրամ գումար է տալիս միջոցառման կազմակերպիչ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը, Ռայսի հարթակով առաջ մղելու աշխարհին ներկայացնելու պետության աջակցությամբ պաշտպանական մեր համակարգերի համար տեղի ինժեներական ընկերությունների ստեղծած արտադրանքը։ Գուցե նրանք նույնպես շուկա գտնեն, արտահանեն պրոդուկտը։ Նախորդ օրն իր հրապարակած տպավորիչ նորությունը կրկնեց Մխիթար Հայրապետյանը։ Դա աննախադեպ է մեր պետության համար, մեր տնտեսության համար, որովհետև առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել։ Հայկական որ ընկերությունն է տվյալ զենքն արտադրող արտահանողը, ինչ գումարի գործարք է, գաղտնիքն ասուլիսում էլ չբացվեց։ Իսկ պնդումը, թե նման առաջին դեպքը չէ, տարիներ առաջ Հայաստանը Իտալիա մատակարարում է ունեցել, նախարարը հերքեց, պաշտոնապես այդպիսի տվյալ չկա ասաց։ Մինչդեռ անցած տարի տնտեսության մեջ ռազմաարդյունաբերության բաժինը հասել է 69 միլիարդ դրամի։ Ոլորտն իր 50,000 աշխատակցով ու ստեղծած արդյունքով տնտեսության համար լոկոմոտիվ անվանեց միության նախագահը։ Այսօր իսկ ունենք արդեն լուրջ արտադրանքներ, մի քանի տարուց հետո դառնանք լուրջ արտահանող երկիր։ Ռայսում պաշտպանական արդյունաբերության հետ միասին կներկայացվեն նաև հայկական ճարտարագիտական և ինժեներական նորարարությունները։ Ցուցահանդեսին զուգահեռ կլինի B2B հանդիպումների զոնա, երիտասարդներին ոլորտով հետաքրքրելու նպատակով դրոն քշելու հնարավորություն, դասընթաց, խաղարկություն թվարկում են կազմակերպիչները։ Իհարկե նաև պանելային քննարկում, ֆորում։ Ֆորումը ունի հիմնական 3 թեմաներ։ Առաջին թեման պաշտպանական արդյունաբերությունն է, երկրորդ թեման ինժեներական լուծումներ եւ երրորդը կիբերանվտանգության մարտահրավերներ, ստեղ էլ բավականին հետաքրքիր բանախոսներ ունենք։ Ռայսի միայն ֆորումն է մասնագետների համար։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է, բաց, տեղական զինտեխնիկա տեսնել ցանկացող բոլորի համար։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։